Եվ այսպես ուշադրություն ամբողջ աշխարհը հետևում է Իրանի եւ Իսրայելի միջև տեղացող հրթիռակոծություններին, շատ լայնածավալ պատերազմ է սկսել եւ որը կարող է ներգրավել ամբողջ տարածաշրջանը, ամբողջ աշխարհը։ Իհարկե բաժանվում է աշխարհը երկու մասի, մի մասը աջակցում է Իսրայելին, մյուս մասը աջակցում է Իրանին եւ այս բաժանումների մեջ Հայաստանի Հանրապետությունը ընտրեց իր ուղղությունը, մենք աջակցում ենք Իրանին, բայց ոչ թե ռազմական առումով, այլ ուղղակի դատապարտում ենք Իսրայելի միակողմանի հարձակումը Իրանի ուղղությամբ։ Մենք այսօր կխոսենք նրա մասին, թե սա ինչպիսի վտանգներ կստեղծի Հայաստանի համար եւ առհասարակ Հայաստանը իրեն ինչպես է պահում եւ ինչպես պետք է պահի եւ ինչպիսի խնդիրներ կլինի, երբ որ Հայաստանը աջակցություն հայտնեց Իրանին, Ամերիկայի եւ Եվրամիության երկրների կողմից դա ինչպես կընկալվի։ Նախ մենք դատապարտել ենք միակողմանի հարձակումը Իրանի վրա, որը հենց այդպես էլ կար, այսինքն դա ինքնին արդեն խախտում էր ՄԱԿ-ի կանոնադրությունը, դա ստորություն էր, բարբարոսություն, հանկարծակի միակողմանի հրահրել պատերազմ։ Եթե ամբողջ աշխարհը, Եվրոպան, Ամերիկան, ամբողջ աշխարհը դատապարտում է Պուտինին, որ ինքը հարձակվել է Ուկրաինայի վրա, միակողմանի հարձակում է գործել Ուկրաինայի ուղղությամբ, դատապարտում են, սանկցիաներ են կիրառում Ռուսաստանի դեմ, բայց Իսրայելի գործողությանը համարում են նորմալ, որովհետև Իսրայելը իրանց դաշնակիցն է, այսինքն մենք գիտենք, որ աշխարհում արդարություն գոյություն չունի, ամեն ինչ բաժանված է շահերի, կա շահերի համընկնում, շահերի բախում եւ Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջան կռիվը, ռուս-ուկրաինական կռիվը, բոլոր կռիվները չեն ճանաչում արդարություն եւ անարդարություններ։ Ճանաչում են ունենալ հզոր դաշնակիցներ, թե չունենալ հզոր դաշնակիցներ։ Այսօր Ուկրաինան ունի այդ հզոր դաշնակիցների եւ դրա համար կռիվը ձգվում է միջև հիմա։ Տարիներով այն կարող էր ավելի վաղ ավարտվել, եթե Ուկրաինային մեծ աջակցություն չցուցաբերեին։ Բայց հիմա դրա մասին չենք խոսում, խոսում ենք այսօրվա ստեղծված իրավիճակի մասին։ Հայաստանի Հանրապետությանը կարող են հարվածել այս հրթիռակոծությունների ընթացքում։ Սա իհարկե չի բացառվում, բայց նաև անհեթեթություն է հնչում, որովհետև հրթիռները այնքան ճշգրիտ են ուղղված, կարողանում են 1500 կիլոմետր հեռավորության վրա Իսրայելից դեպի Իրան այդ հեռավորությունն է մոտավորապես ճշգրիտ միլիմետրերով հարվածներ տան։ Եթե իրանք միտումնավոր հրթիռներ չուղարկեն Հայաստանի վրա, այդ հրթիռները միամիտ հաստատ չեն գալու։ Կա նաև հետևյալը, որ Ադրբեջանը կօգտվի ստեղծված իրավիճակից եւ Ադրբեջանը կփորձի Սյունիքում հարցերը լուծել եւ կհարձակվի Հայաստանի Հանրապետության վրա, քանի դեռ Իրանը զբաղված է սեփական խնդիրներով, Ադրբեջանը կփորձի այս հարցը լուծել։ Իրանը զբաղված է, բայց դա չի նշանակում, որ ոչնչացված է։ Իրանը տեսնում է իր շուրջը ինչ է կատարվում։ Իրանը գիտի, որ Ադրբեջանը Իսրայելի բացարձակ դաշնակիցն է եւ շատ առումներով նաև Ադրբեջանը աջակցել է այս հարձակմանը, Իսրայելին աջակցություն է ցույց տվել եւ այսօր Իրանի եւ Ադրբեջանի միջև իհարկե դա բացահայտ իրենք չեն արտահայտում, բայց կա լարվածություն եւ հանկարծ եթե Ադրբեջանը փորձի Սյունիքում հարցեր լուծել, դա կտա Իրանին լեգիտիմ հնարավորություն Ադրբեջանին ուղիղ հարվածներ հասցնելու, քանի որ Սյունիքը իրենց համար կարմիր գիծ է եւ այնպես է չի, որ մենք նստելու ենք սպասենք, թե ով է Սյունիքի վրա հարձակվելու կամ ով չի հարձակվելու։ Ցանկացած վտանգի դեպքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության բանակը ի վիճակի է համահունչ պատասխան տալ մեր ունեցած նոր զինտեխնիկան եւ հին զինտեխնիկան օգտագործելով Հայաստանի Հանրապետության անվտանգությունը լիարժեք կարող ենք ապահովել։ Այդ ով չի կռվելու, այսինքն թե հարձակվեն, մենք մենակ վախենալու ենք։ Վախենալու բան չկա, որովհետեւ փախնելու տեղ չունես, ունես մեկ տարբերակ, դա միջև վերջ կռիվ տալն է հանուն հայրենիքի պաշտպանության։ Ավելի լավ է մենք բոլորս զոհվենք, քան մենք բոլորս լքենք Հայաստանի Հանրապետությունը եւ այն դարերով եկել է, հիմա մեր ժամանակահատվածում այլևս գոյություն չունենա կամ վտանգվի դրա գոյությունը։ Ամեն մի քաղաքացի Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար կանի հնարավոր ամեն ինչ, կին թե տղամարդ,
դա էական տարբերություն չկա։ Այնպես որ Ադրբեջանը հարձակումներից առաջ պետք է մտածի, որ այս դեպքում մենք կորցնելու բան չենք ունենա, որտեղ արդեն դանակը հասել է ոսկորին եւ այդ նույն դանակը կարող է հայտնվել նաեւ Բաքվի կենտրոնում այն պաշտոնյաների կոկորդին, որոնք Հայաստանի անկախությունը, սուվերենությունը կարող են վտանգի տակ դնել կամ փորձել կրակ բացել հայ ժողովրդի, խաղաղ ժողովրդի վրա։ Իրանն ինչքան ուզում է զբաղված լինի, մեկը Հայաստանի Հանրապետությունն ունի սեփական բանակ, փորձառու բանակ, որը 30 տարի եւ ավելի եղել է անընդհատ տարբեր աստիճանի մարտական գործողությունների մեջ, ունի փորձառություն եւ այդ փորձառությունը այսօր հերիք է, որ Ադրբեջանի վերջը տանկի։ Իհարկե նրանք ուժեղ են, ունեն նոր տեխնիկաներ, շատ փող են ծախսել բանակի վրա, բայց մենք ուզում ենք ասել, որ դա էական նշանակություն չունի հայ ժողովրդի համար, եթե սպառնալիք եղավ Հայաստանի Հանրապետության հանդեպ, մենք ոչ մի բանի չենք նայելու, ոչ մի բանի առաջ կանգ չենք առնելու, կխնդրենք օգնություն մեր գործընկեր պետություններից, Ֆրանսիայից, Իրանից, Հնդկաստանից, կօգնեն, չեն օգնի, մենք մեր ունեցածով կպաշտպանենք Հայաստանի Հանրապետությունը։ Բայց իհարկե էլի եմ ասում, Ադրբեջանը ռիսկ չի անի տվյալ իրավիճակում հարձակվել Հայաստանի վրա, որովհետև դա կլինի սեփական գերեզմանափոսը փորելու նման մի բան։ Արդեն Իրանի համար պարզ կլինի, որ Ադրբեջանը Իսրայելի դաշնակիցն է եւ հետեւյալը եւս կբացահայտվի, որ շատ ռումբեր, որոնք խփել են Թեհրանին եւ Իրանի տարբեր քաղաքների, թռել են հենց Լեռնային Ղարաբաղում նորաբաց օդանավակայաններից։ Դեռևս 20 թվականից մենք հաղորդում էինք, որ այնտեղ իսրայելական ռազմաբազաներ են տեղակայվել եւ նաեւ տարբեր պետություններ, այդ թվում Իրանը, ունեն այդ ինֆորմացիան, ռուսներին հանեցի, այսինքն ոչ թե հանեցին, ռուսների հետ գործարք կնքեցին, որ ռուսները գնան, որովհետև այնտեղ պետք էր իսրայելական գաղտնի ռազմաբազաներ տեղակայել ադրբեջանականի անվան տակ։